Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 13-ը։ Իմնի հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։ Քրեական հետապնդման պատճառ է դարձել ոդքասթի մի թողարկում, որտեղ նրանք իրենց գնահատականներն են հնչեցրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին։ Ռուսաստանից եւ Ղազախստանից ներկրված ցորենի լաբորատոր փորձարկում է իրականացվել, հայտնում են ՍԱՏՄ-ից եւ վստահեցնում, թե արդյունքում վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել, չի արձանագրվել շեղում սահմանային թույլատրելի խտությունից, որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունը դեռ ընթացքի մեջ է։ Նոյեմբերի 14-ից 15-ին Հայաստանում անցկացվելու է աղոթքի նախաճաշ վարչապետի աջակցությամբ եւ մասնակցությամբ։ Հայդատի Եվրոպայի հանձնախումբը վստահեցնում է, սա հերթական դեպքն է, երբ գործող իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Թուրքիան դադարեցրել է C-130 ռազմատրանսպորտային օդանավերի թռիչքները մինչև Վրաստանում ավիավթարի պատճառների հետաքննության ավարտը։ Իդեպ թուրք փորձագետներն ուսումնասիրում են ինքնաթիռը խոցելու վարկածը։ Ուկրաինայում շարունակվում են կատաղի մարտերը Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում, որտեղ Ռուսաստանը հայտարարում է առաջխաղացման մասին, իսկ Ուկրաինան պնդում է, որ հետ է մղում տասնյակ գրոհներ։ Միացյալ Նահանգներում ավարտվեց պատմության մեջ ամենաերկարատև 43-օրյա շատդաունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց կառավարության աշխատանքը վերսկսելու մասին օրենքը։ Քիմ Քարդաշյանը եւս մեկ ֆինանսական ռեկորդ է սահմանել։ Նրա Skims ընկերությունը ըստ Forbes-ի հասել է նոր մակարդակի։ Ապրանքանիշը հայտարարել է, որ ներգրավել է 225 միլիոն դոլարի ֆինանսավորում, ընկերության ընդհանուր գնահատումը հասցնելով 5 միլիարդ դոլարի։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։